Դոկի անվտանգության գիծը տանում է դեպի Ռուսաստան և ՀԱՊԿ։ Արևմտյան գործընկերները ներկայացվում են որպես վտանգ։ Ռուսական համակարգը ներկայացվում է որպես Հայաստանի միակ ապահով տեղը, բայց Հայաստանը այդ խոստումն արդեն ապրել է։ 2021 և 2022 թվականներին ՀԱՊԿ-ը չտվեց այն պաշտպանությունը, որը Հայաստանը սպասում էր։ 2024-ին Հայաստանը սառեցրեց մասնակցությունը այդ դաշինքին։ Reuters-ը գրել էր, որ Հայաստանը դադարել է մասնակցել ՀԱՊԿ հանդիպումներին և այնտեղ մշտական ներկայացուցչություն չունի։ Երկիրը փնտրում է անվտանգության այլ տարբերակներ, որովհետև հին համակարգը գործնականում ձախողվել է։ ԴՕԿ-ը ուզում է քննարկումը վերադարձնել նույն համակարգի մեջ։ Քվեարկությունից առաջ հարցը պարզ է. երբ դեմոկը ասում է անվտանգություն, ով է ավելի շատ վերահսկողություն ստանում Հայաստանի ընտրությունների վրա։